Մարկոս 11-ի մեջ գրված է 12 խոսքն։ Ինչ ես կասնեմ իմ խոսքի, ես ուզեմ կարդամ մի քանի տեղ։ Հետևյալ օրը Բեթանիայից ելնում էին և սովածացավ, անոթացավ, Հիսուս սովեց, ինչպես ես ու դու սովում ենք, հալելույա, ոնց որ կսովեիր դու, Հիսուս անոթացավ, և հեռվից մի տերևալի թզենի տեսնելով գնաց, մտածելով թե վրան մի բան պիտի գտնի, բայց երբ նրա մոտ գնաց, տերևների ձատ բան չգտավ, որովհետև դեռ թզի ժամանակը չէր։ Այն ժամանակ ասեց նրան, սրանից հետո մեկը քեզանից պտուղ չուտի, հավիտյան։ Եվ իր աշակերտները լսեցին, և ես ու դու լսեցինք այսօր։ Եվ 20-րդ խոսքն գրված է, առավոտ երբ այնտեղից անցնում էր, թզենի տեսավ արմատից չորացավ թզենուն տեսավ, որ արմատից չորացած է։ Պետրոսին միտքը եկավ և ասեց նրան, ռաբի, ահա թզենին, որ անիծեցիր, չորացել է։ Հիսուս պատասխան տալով ասեց նրան, Աստծո վրա հավատք ունեցեք, քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ ասի այս լեռանը, ճշմարիտ ասում եմ ով որ ասի, ձեզանից ով որ ասի, ձեզանից այդ յուրաքանչյուրը և յուրաքանչյուրը որ կասեք և ինչ որ կասեք, պետք է լինի ինչ որ կասեք և դուք պետք է հավատաք ինչ որ դուք կասեք, երբ որ մի բան եք ասում հավատացեք որ կլինի ինչ որ ասեք և ով որ կասի միևնույն է կապ չունի ով ես ցուն, միևնույն է եթե դու ասես դա կլինի, ով որ ասի կլինի, ով որ ասի, մենք պետք է սովորենք ասել, մենք պետք է սովորենք խոսալ, մենք պետք է սովորենք հավատալ, մենք պետք է սովորենք հրամայել, մենք պետք է սովորենք իշխանությամբ խոսալ, մենք խոսանք, ես կխոսամ քո կնոջ հետ, ես կխոսամ քո երեխու հետ, ես կխոսամ քո ամուսնու հետ, ես կխոսամ այս բանի համար, ես կխոսամ այս գործի համար, ես կխոսամ, որ այս բանը լինի, մենք գիտենք խոսալու ձևը, մենք գիտենք ոնց խոսանք, մենք գիտենք ոնց խոսանք, ասեք ամեն, դե թե ինչի, դու գիտեք ոնց ինձ հետ խոսանք, դու գիտեք ձեր կողքին հետ ոնց խոսանք, դու գիտեք ձեր հարևանի հետ ոնց խոսանք, բայց մի պրոբլեմ կա, 5-րդ գլխն Մարկոսի 5-րդ գլխն, մենք պետք է սովորենք, ասեք ամեն, 4-րդ գլուխ, 4-րդ գլուխ 35 խոսքը, ուզում եք պրոբլեմներ չունենաք, ուզում եք ձեր պրոբլեմներ լուծվի, դուք պետք է սովորեք խոսալ, դուք պետք է սովորեք խոսալ, դուք պետք է սովորեք խոսալ, ով որ կասի այս լեռանը, չի ասում որ դա վերաբերվում է մի քանի հոգու, ով որ կասի, կապ չունի դու ով ես, եթե դու ասես, կլինի ինչ որ ասես, և կլինի ինչին դու հավատաս, և ասես, կլինի ինչ որ ասես, և ով որ ասի, ով ոչ, չէ, դա մենակ դու կարաս ասես, ոչ, սեր չի ասում, որ դու կարաս մենակ ասես, չի ասում, որ հատուկ ասխիդակ ծնված մարդիկ կարան ասեն, չի ասում, որ հատուկ պաշտոնյա մարդիկ կարան ասեն, ով ոչ ասի, դուք պետք է սովորեք խոսալ, ժողովուրդ, դուք պետք է սովորեք խոսալ այնպես, ինչպես Աստծո խոսքն ասի, ով որ ասի ես լեռանը, ով որ ասի, ինչ լեռնադար քո կյանքի մեջ, ինչ պրոբլեմադար քո կյանքի մեջ, դու պետք է սովորես
խոսալ եք լերան հետ։ Դու պետք է գնաս այդ լերան մոտ եւ հրամայես։ Լերը ասում է ինքը ինչքան մեծ է, ինչքան մեծ պրոբլեմ է ինքը, բայց գնացեք լերան մոտ եւ ասեք ինչքան մեծ Աստված։ Ինչքան մեծ Աստված։ Եվ գրված է նույն օրը ասեք նույն օրը։ Ուզում եք հրաշքները նույն օրը։ Ես ուզում եմ հրաշքները այսօր։ Ես ուզում եմ հրաշքները հիմա։ Ես ուզում եմ հրաշքները ամեն ժամանակ։ Այսօր։ Հիմա։ Ով որ ասի։ Կլինի։ Ինչ որ ասի։ Կլինի նրա։ Կլինի քեզ։ Կլինի քեզ։ Կլինի ամեն մեկի։ Կլինի ինչ որ ասես։ Այսօր մի հատ կասես ու կլինի։ Այսօր դուք պատրաստ չեք, դրա մեջ չեմ խոսում։ Երբ որ դուք պատրաստ եք, ես կխոսամ, որովհետև ով որ ասի, կապ չունի քո սոցիալական դիրքը։ Ես չեմ կա, դուք իրեք կարակ, դուք խոսակ, ձեր ամուսինների հետ նենց, որ ոչ մեկ չի կարող խոսալ։ Դուք կարակ խոսակ ձեր կանանց հետ, այո, կահանեն, դա պետք է։ Կարակ խոսակ ձեր կանանց հետ այնպես, որ ոչ մեկ չի կարող խոսալ։ Դուք կարակ խոսակ ձեր երեխաների հետ այնպես, որ ոչ մեկ այդպես չի կարող խոսալ։ Մենք սովոր ենք խոսալ մարդկանց հետ։ Բայց Հիսուս ասում է ով որ ասի այս լեռանը։ Մենք կարողանում ենք խոսալ ամենքի հետ, բացի սարերի հետ, բացի պրոբլեմներից։ Մենք գիտենք ոնց կարանք մոտենանք եւ ոնց խոսանք։ Նույն օրը։ Երբ իրիկուն եղավ, ասեց աշակերտներին, եկեք, ծովիային կողմը անցնենք։ Դու պատրաստում ես, ընդունել ես խոսքը։ Ամեն։ Իրեք ովքեր են պատրաստ ընդունել, ում կյանքի մեջ, այսեղ մի հատ փոքր հավատ կա, մանանեխիտ չափ։ Երբ որ լսում են ես մարդիկ, ընդունում են ես խոսքը, այս սերմը ընդունում են իրանց սրտի մեջ, ու պտուղա բերեմ գար։ Ու դա աշխատում է։ Դա դեր անցած տարվա պրագնոզներով դեր 3 շաբաթ կար, որ տարին պետք է վերջանա, ես Մարգարյանում էի, որ բացում է քաղաքական դռներ, քաղաքականության ասպարեզում, քաղաքապետարանը բացվում է դռներ, բացվում է քաղաքական դռներ, ու պետք է ընդունեք, որովհետև դա կատարվում է, դա կատարվում է։ Դա կատարվում է աստեղ եկեղեցում, դա կատարվում է որոշների հետ, գիտեք խի, որովհետև այդ մարդիկ լսել են ու հավատացել են, այդ մարդիկ վերցրել են և իրանց առաջ դուր է բացվում այսօր, քաղաքապետանն, լսում եք, սա չի կատարվում ուրիշ տեղ, սա կատարվում աստեղ, դա կատարվում այստեղ և հիմա, դու կարող է նստած տեղ մտածում եք, չէ, ես ուրիշ ձև եմ սպասում, որ ուրիշ ձևով է գալու, ով որ ասի նույն օրը, ով որ հավատա նույն օրը, նույն պահին, նույն ժամին, ես պատրաստում եմ տեղափոխվեմ, որովհետև Հիսուս ասում է եկեք ծովի մյուս կողմը անցնենք, եկեք փունքից փունք անցնենք, եկեք անցնենք մեկ ուրիշ մակարդակ, եկեք անցնենք ավելի բարձր մակարդակ, եկեք գնանք ավելի բարձր մակարդակ, եկեք գնանք քաղաքականության մեջ, եկեք գնանք սպորտի մեջ, եկեք գնանք մշակույթի մեջ, եկեք գնանք բիզնեսի մեջ, ով որ ասի, ով որ հավատա, կլինի նրան նույն օրը կլինի, ինչ որ ասի, կլինի այսօր, ես ինչ որ մեկին ուզում եմ ակնար կանեմ հավատքի համար, որովհետև դուք հավատքի կարիք ունեք, դուք կարիք ունեք տեղափոխվեք այստեղից մյուս ափը, դուք կարիք ունեք տեղափոխվեք այս շաբաթվա մեջ հոգևոր աշխարհի գերբնական ոլորտ, որտեղ դուք կտեսնեք բաներ, որ դուք չեք տեսել, դուք կլսեք բաներ, որ դուք չեք լսել, դուք կտեղափոխվեք միտեղ,
ես գալի։ Ես եկնեմ լինել, մի տեղեմ, դու դուրս ես գալի։ Դա կատարվում է քորեն, դա կատարվում է քո կյանքի մեջ։ Դու դուրս ես գալի, ընդունի ես խոսքը, բացմի ես խոսքի համար, ընդունի ես սերմը, ընդունի ես հավատքի խոսքը, ով որ ասի, ճշմարիտ եմ ասեմ, կլինի նրան, ինչ որ ասի։ Դա կատարվում արդեն, բայց մենք չենք տեսնում, մենք հավատում ենք։ Գիտեք դա կատարվում է։ Պատահական չի, որ մի հոգի վերցրել այս խոսքը եւ դա աշխատում է իրար մեջ։ Դրանից հետո ցեպը չկա սկսում։ Նույն քաղաքապետան, նույն քաղաքի, նույն աշխարհագրական դիրքը։ Հնարավոր է դուք տենաք ոչինչ չի փոխվում, բայց կատարում է դա։ Հնարավոր է ձեր ֆիզիկական աչքերով նայեք ու տենաք որ ոչինչ չի կատարվում, բայց դա տեղի է ունենում։ Դա տեղի է ունենում։ Ես գիտեմ որ այսօր մեր քույրիկը մանկականում է, ծառայում է այնտեղ։ Ես գիտեմ որ ինքը այստեղ կանգնած ընդունել է այդ խոսքը, որդեծնության սերմը առել է, որտեղ Սարան էլ որդեծնության սերմ առավ հավատքով։ Եվ ընդունեց, որ իր առաջ պետք է բացվի քաղաքական դռներ եւ քաղաքապետարանը այսօր իր թղթերը, դոկումենտները տրված է եւ ինքը շուտով քննություն է տալու եւ աշխատանքի է տեղափոխվելու։ Դա կատարվում է այստեղ։ Դա կատարվում է այդ խոսքի շնորհիվ, որ վերցել է ինչ որ մեկը, ոչ թե ինչ որ մեկը խելոքություն ալը, ինչ որ մեկը հավատացել է, որովհետեւ ով որ ասի, այսօր կլինի նրան, ինչ որ ասի, այսօր, ասա այսօր, կլինի, ինչ որ ասում է, որովհետեւ նա ասում է ճշմարտություն։ Հալելույա։ Եկեք ծովի մյուս կողմը ասնեմ։ Ինչի ապրենք միշտ ծովի կողմում։ Ես ուզում եմ անցնել մյուս կողմը։ Ես ուզում եմ տեղափոխվել A պունկտից դեպի B պունկտը։ Ես ուզում եմ տեղափոխվել իմ օգնության մեջ։ Ես ուզում եմ տեղափոխվել իմ քանանի մեջ։ Եկեք անցնենք մեր քանանի մեջ։ Եկեք անցնենք մեր օգնությունների մեջ։ Եկեք անցնենք։ Ամեն։ Սա բան քեզ կգա ու կասի։ Մի հավատա իրան։ Որովհետև այսքան տարի ես ոչ մի բան չեմ տեսել, ինչ որ ասվել է։ Որովհետև դու չես հավատացել։ Դու հավատացել ես ուրիշի խոսքին։ Դու չես հավատացել Տիրոջ խոսքին։ Դու հավատացել ես Սատանայի խոսքին։ Դու հավատացել ես քո մարմնի խորհուրդին։ Դու հավատացել ես քո բազուկին։ Դու հավատացել ես քո սահմանափակությանը եւ պատճառը որ դու նույն տեղում ես։ Ով որ ասի ճշմարիտ ասում եմ ձեզ։ Կլինի նրան ինչ որ ասի։ Ինչ որ ասի։ Դուք շատ բան եք լսում, բայց դուք չեք ընդունում դա, որովհետև այդ խոսքը վերաբերում է անձամբ ամեն մեկից։ Ես դուրս եմ գալիս, վերջ, ես ուզում եմ դուրս գալ, ուրիշ մակարդակ, ավելի բարձր մակարդակ, ավելի խորը մակարդակ, ավելի օգնված մակարդակ, ավելի ուզում եմ ես դուրս գալ։ Եկեք անցնենք մյուս ապ, եկեք անցնենք, եթե դուք չանցնենք, դուք մնալու եք։ Ոչինչ չի կատարվելու։ Ոչինչ։ Ոչինչ տեղի չի ունենա, եթե դուք չորոշեք անցնեք։ Եվ գրված է նույն իրիկում ասեց, եկեք անցնենք ծովի մյուս կողմը, ով է հասկանում ինչի մասին եմ խոսում։ Ով է վերցնում ինչ որ ես ասում եմ։ Ես տեսնում եմ Աստված օրհնություններ է բացում։ Ես տեսնում եմ Աստված աղբյուրներ է բացում։ Ես տեսնում եմ օրհնություններ են շարժվում մեծ արագության թափով, որ շատ շուտով մոտ է։ Ես չգիտեմ, ձմեռվա հետ չի կապված դա։ Ցրտի հետ չի կապված դա։ Կապ չունի Աստծո համար դա որ օրն է։ Կապ չունի Աստծո համար դա ինչ եղանակ է։ Ցուրտ է դե տակալավրա դեր չես կարող եք հավատալ։ Երբ որ ամառը լինի կսկսեն ժվժվալ։ Դա սուտ է։ Եկեք անցնենք։ Ամեն։ Դուք համաձայն չեք։ Որովհետև դուք ճանապարհին տեսել եք մեծ փոթորիկ։ Ճանապարհին դուք հանդիպել եք մի մեծ փոթորիկի։ Մի անգամ ես եմ փորձել անցնել, բայց ես հանդիպել եմ մի մեծ փոթորիկի։ Կներես, ես այնտեղ գործ չունեմ։ Ավելի լավ է այստեղ հանգիստ է։ Այս ապրում ինձ ոչ մեկ չի նեղացնում, այս ապրում ոչ ոքին չի խանգարում, այս ապրում ոչ ոքին նրա չի հարձակում, բայց
Բայց երբ որ դու ասում ես անցնենք, ես հանդիպում եմ պրոբլեմների, որ այլևս չեն ուզում քեզ հետևալ, որովհետև քեզ հետևալու ժամանակ Հիսուս, ես հանդիպում եմ փոթորիկների, ես կներես ավելի լավ անստեմ իմ տակ տանը, հանգիստ տան և ոչ մի կոնֆլիկտ, ոչ մի խնդիր, ոչ մի պրոբլեմ չունենա։ Մենք սովոր ենք խոսանք իրար հետ։ Մենք սովոր ենք խոսալ և կոնսուլտացիա անենք իրար։ Մենք սովոր ենք բուժենք իրար, բուժենք, իրար բուժենք, իրար հետ աշխատելով իրար բուժենք։ Ես քեզ, դու ինձ, ես քեզ, դու ինձ, և այսպես շարունակ, և անվերջ։ Ես ուզում եմ տեղափոխվեմ մյուս ափ։ Ես գնում եմ մյուս ափ, և ով որ ասում է ամեն, թող լինի այդպես ձեր հավատքի պես։ Եվ թող լինի ձեր հավատքի պես։ Ես չեմ ստիպելու, որ դուք ասեք ամեն, որովհետև ես ընդունում եմ այս խոսքը, որը գրված է ստեղ, որը գրված է այդ կենդանի, որը գործում է այսօր։ Հենց հիմա, ով որ ասի, կլինի նրան ինչ որ ասի։ Ես բարակած չեմ խաղում, բայց ես ուզում եմ ասել, որ շատերս գիտեն ինչպես խոսալ և ինչպես հարցեր լուծել իրար հետ, բայց մենք սովոր չենք խոսալ Տերի հետ։ Մենք սովոր չենք խոսալ սատանայի հետ, մենք սովոր չենք խոսալ սարերի հետ, մենք սովոր չենք խոսալ պրոբլեմի հետ։ Եվ գրված է, մեծ փոթորիկ ելավ և ալիքները նավի վրա են գալիս, այնպես որ գրեթե նավը լցվում էր, ինքը նավի ետևի կողմը բարձի վրա քնած էր։ Արթնացրեցին և նրան ասեցին, վարդապետ, հոգը չէ, որ մենք կոչում ենք, միթե դու խնդիր չունես դրա հետ, միթե դու չես լսում ինձ, թե դու որտեղ ես, միթե դու չես տեսնում ինչի մեջ է իմ կյանքը, մատներս մնացել է դրան տակը, իսկ դու քնած ես։ Լսեք, ես տեսեք ինչ եմ ցույց տալ ձեզ։ Հիսուս վերկացան և դադարեցրեց և լռեց 5-րդ գլխի առաջին խոսք։ Գնացին ծովի այն կողմ։ Ասեք գնացին այն կողմ։ Դու պատրաստ ես գնաս այն կողմ։ Չէ, մեկ ասի ամեն, եթե դու պատրաստ չեք։ Եթե դուք որոշել եք նստեք ձեր տատուկ անկյունել, մնացեք ընդեղ։ Ոչ մեկ ձեզ այն չի նեղանա, բայց ես անցնում եմ մյուս ափ։ Այն կողմը, Եղբորին չեմ բաժանում ինձ թվում է։ Այս գլխից, որովհետև գրված է, գերեզմաններից մի թիվահար մարդ, որն էլ պիղծ ոգի, դեմ դուրս եկավ նրան։ Դուք պատրաստ եք։ Դուք պատրաստ եք տեսնելու նոր մակարդակ։ Դուք պատրաստ եք տեսնելու մի նոր սատանայի, մի նոր դևի, մի նոր պրոբլեմի, մի նոր խնդրի, միայն հնարավոր է դա, երբ որ դու ասես այնտեղ։ Ամբողջ դժոխքը քո դեմ դուրս կգա։ Ամբողջ փոթորիկները քո դեմ դուրս կգա։ Ամբողջ խնդիրները քո դեմ կբարձրանա։ Սատանան կվարձի իր բանակից 100,000 տեղ և կհարձակվի քո վրա։ Արդյոք դու պատրաստ ես այսօր անցնելու մյուս ափ։ Ուրեմն դուք պետք է ինչ որ լսում եք այսօր, ասեք որ այսօր գրված ով ոչ։ Շատ քչերն են համաձայնվում լինել ով որ։ Շատ քչերն են ասում ես կանեմ դա։ Շատ քչերն են որ ասում են ես համաձայն եմ դա անեմ։ Ես ծերացել եմ արդեն, ես մեծացել եմ, իմ տարիք էլ չի ներեմ, դուք անցեք, ես կմնամ ես ապում։ Չէ, ես խնդիրներ ունեմ, ես պրոբլեմներ ունեմ, որ պետք է մնամ ես ապում և լուծեմ ես ապում իմ խելքով։ Ոչ, ինչ որ դու ասում ես տեղից, ես չեմ կարամ հավատամ դրան, որովհետև դա չափից ավելին է, դա ավելին մեծ է, ավելի շատ է, քան ես եմ դա։ Չէ, գիտես ինչ, ես ունեմ իմ խոսալու ձևը և գիտեմ ոնց արդարանամ, որ դու հավատաս ինձ,
Որտեղ մենք բոլորս արդարանում ենք, մենք բոլորս շատից է քիչ կարենում ենք խոսալ իրար հետ, ինձ պետք չի քո հետ խոսալ։ Ինձ պետք չի քո հետ խոսալ։ Ինձ պետք չի, ես ընդհանրապես պետք չի։ Պետք չի։ Մեկ խոսամ։ Դու պետք է սովորես ոչ թե իմ հետ խոսաս։ Դու պետք է սովորես ոչ թե գեղեցիկ խոսաս։ Դու պետք է սովորես ոչ թե դասական ոճով խոսաս, ոչ թե դու պետք է սովորես գրվի լեզվով խոսաս, դու պետք է ոչ թե խոսաս կոմունիստական մտածելակերպի խոսքով կամ մտածմունքներով, այլ դու պետք է խոսաս, որովհետև գրված է ով որ կասի։ Եվ ասիլա ճշմարիտ եմ ասում ձեզ, և կա մի խոսք, որը ճշմարտությունը, բացարձակ ճշմարտության, որին հավատալով դու պետք է ասես, և լինես այն մարդը հենց այսօր։ Hence I saw. Hallelujah. Hallelujah. Sovrek khosal. Rakite. Men petka sovrek khosal. Himanduchuneri tem. Men petka sovrek khosal. Depresya tem. Men petka sovrek khosal. Akhatuchan. Saritem. Hence I saw. Hence I saw. Կլինի նրան ինչ որ կասի, պիտի լինի նրան ինչ որ ասի, ինչ որ մեկը ծտել եք, ինչ որ մեկը դիցան եք, ինչ որ մեկը դրցին կծա, ես ասում եմ, որովհետև ժամանակը եկել է անցնելու, ժամանակը եկել է անցնելու ես Ռուբիկոնը, Ալելույա, Ո Իսուս, փառք ես Տեր, որ դու ունես խոսք, որը գրված է ինձ համար, որը գրված է քո ժողովրդի համար, ով որ հավատա նրան կլինի, և ինչ որ ասի կլինի նրան։ Մի քիչ դժվար ասա, քիչ դժվար, ես ներվայնանում եմ, որովհետև ինչ ալելու, երբ որ ես անցնեմ, միգուցե ամբողջ ժողովը բարձրանա։ Չէ, ես չեմ ուզում նման ճակատագիր Հիսուս, որովհետև ես տեսնում եմ որոշների, որ դրա պատճառով կարող է անգամ նահատակվել են, նահատակվել են, կամ նահատակվել։ Ես տեսել եմ Հիսուս մարդկանց, որոնք Քրիստոսի անունի համար խիստ շարժարվեցին։ Չէ, ես համաձայն չեմ, ավելի լավ այս ամեն ինչ պահեմ թաքուն, գաղտնի։ Ես չկպնեմ իրան, ինքը չկպնի ինձ, ես չկպնեմ հոգևոր աշխարհի ներկայացուցիչներին և տրորեմ այդ սահմանը և գործ չունեմ Տեր, ես գործ չունեմ, ինձ է դու գործ չունես։ Սա ինձ համար չի։ Սա մի քանի կրոնական ես դեվ չակերտների մեջ խոսքով ասեմ, մի քանի կրոնական մարդկանց համար է։ Սա մի քանի գեներալների համար է։ Սա մի քանի տղամարդկանց համար, սա բոլորի համար չի։ Կներեք, ելին չեք հավատում, ում եք հավատում, չեք եկել եկեղեցին, չեք եկել Աստծուն, չեք կարդում խոսք։ Ես դուրս եմ գալու։ Ասեք, բոլոր ուղերձները, բոլոր քարոզները, որը ես քարոզում եմ ստեղ, ծնվել է կոչումի մեջից, որովհետև հնարավոր է մի հատ խոսք ես լսեմ, մի հատ խոսք ես կարդամ, մի հատ խոսք քեզանից լսեմ, և դա կապված լինի ուղիղ իմ կոչման հետ։ Լսում եք, իմ քարոզների մեծամասնությունը Խանանի մասին է։ Հեսնում եք 6-ում գրված է, այս ժողովուրդը քո առաջնորդությամբ պիտի ժառանգի։ Այն երկիրը, որ ես խոստացել եմ տալ, ում հայրերին, ձեր հայրերին, ձեր, ամեն մեկից հայրերին, հայրերն էլ իրանց հերթին խոստմունք էին արել, հայրերն էլ իրանց հերթին խոստմունք ունեին,
Աբրահամը, Իսահակը և Հակոբը։ Ես աղոթում եմ, որ Աբրահամի Աստվածը դառնա հենց ուղիղ իմ Աստվածը։ Ես աղոթում եմ, որ Իսահակի Աստվածը դառնա իմ Աստվածը։ Եթե Աբրահամը ձեր պապը լիներ, դուք կլինեք խիստ հարուստ։ Խիստ օրհնված, չէ, հող սպասի, դու mich չառաջեցնես։ Աբրահամը, որ հարուստ էր, եթե դու լինես իր ժառանգոր, դա նկատի չունի բառից բուն իմաստով։ Այդ խոսքը նկատի ունի ինչ-որ այլաբանորեն մեկնաբանվող, և մենք պատրաստ ենք դրան մեկնաբանենք այսպես. Աբրահամի հոգևոր հարստությունը, ոչ ֆիզիկական։ Ես մի քիչ շփոթվում եմ։ Նայեք, Աբրահամի տղեն Իսահակը հարուստ չէր, և նա չուներ ինչ-որ մի մասը, նա ուներ ամբողջը, ինչը ուներ իր հայրը։ Խիա ասեմ, Իսահակով քեզ պիտի օրհնեմ։ Դուք չեք մտածել, Իսահակով դու պիտի կոչվես, Իսահակը պիտի կոչվի քո որդի։ Դուք գիտեք, որովհետև Իսահակը միակն էր, որ ստացավ ամբողջը։ Ոչ թե 7 պորտի, այս ինչը, վնգզը, 7 սարերի հետևն, բայգամիս են մոքրի մարդու քվոր տղեն, քավորի պեսեն, քավորի տղու աղջիկը, նրա մարդը հարուստ է, դու դրանով չհարստացար, դա քեզ ոչ մի բան։ Աբրահամը միակ մոտիկ բարեկամն է, որը կոչվում է քո հավատքի հայր։ Տեր ասում է, վրեժխնդրությունը իմս է։ Իմ քարոզի վերնագիրն է, ես դեռ չեմ կարծել։ Ես բան է դնում, ներածություն, բովանդակություն է խոսում, որ ինչ պետք է խոսամ։ Վրեժխնդրությունը իմս է։ Ասում է Տերը։ Ալելույա, իշոր մեկի հեռախոսը գաղտնի ծրվլում է։ Եվ դինամիկները մատնում են դրան, անջատեք ձեր հեռախոսները։ Ես գիտեմ արդեն պրակտիկա ունեմ, սատ կերգել եմ ուրիշ եկեղեցիներում։ Առավել ևս տեղ։ Վրեժխնդրությունը իմս է ասում է Տերը։ Ուզում եք բացենք այդ տեղը կարդալ։ Ամեն։ Եբրայեցի 10-րդ գլուխ։ Եբրայեցի 10-րդ գլուխ։ Բաց եղեք և ուրախ եղեք։ Ուրախ եղեք։ Ասում եմ ուրախ եղեք։ Մեկ լացի, այսօր լացելով չի, այսօր ուրախանալու օր է։ Որովհետև այսօր Աստված ստեղծել։ Նրա մեջ եկեք ուրախ լինենք և ցնցանք։ Հենց այսօր։ Մեկը դուրս է գալիս ուղղակի, մեկը դուրս է գալիս, մեկի դա սպաս է ապոխնա, եկի, երիր և այս կողմից, անցի այն կողմը, ծովի մյուս ապը, այնտեղ կեզ սպասում արտություններ, որին անպայման դիմադրություն կլինի, բայց հաղթի նրան, բայց դեմ դուսարի նրան և խոսասը տնային։ Ժամանակ կար, ժամանակ, հարկ կա, որ դու նմատը տնկես սատանայի կթին և ասել լսի քո բախտը չբերեց, որ ինձ հետ կապվեցիր։ Այն որ մեկ մարդիկ կան, իրանց վրա դև է հարձակվում ու իրանք չգիտեմ ոնց քշեն ու վախեցած են ու պանիկայի մեջ են, կուզենայի դևը գործ ունենար ինձ հետ, կուզենայի ինձ հետ գործ ունենար
ու ես մի լավ հասցնեի քիթ մրթին վրեժխնդրություն իմս է ասում է Տերը վախեցաք ինչ որ ասեցի գիտեք խի որովհետև դևերը գիտեն ուր են գնում իսկ եթե դու մի շան քարով խփել ես լսում եք մի շան քարով խփել ես փողոցը ինքը բախտը չբերեց եթե քեզ հանդիպեց երկրորդ անգամ երրորդ անգամ ինքը պետքա փողոցը մայթը փոխի թե դուք եք փոխում մայթը ես չեմ խոսում շան մասին ես խոսում եմ դևի մասին եթե մի անգամ դուք քարկոծել եք իրան ինքը ձեզ տենաս ասում է ով կներեք ես գործ չունեմ սա вообще խելք չունի գիժա սա մի հատ չի ուզում ինձ լսի հասկանա չեմ էլ ուզում իրավունք է չունենք հասկանալու հա ես հասկանում եմ վայ խեղճ սատանա ես աղոթում եմ որ քո հոգին փրկվի հոգին լուսավոր ողորմի իրան չէ ողորմի իրան չգիտեմ դեպի աղոթքներ չանենք խնդրում եմ դա հիմոր աղոթքներ է դա չի աշխատում մեկ աղոթի նկարների առաջ մեկ գնա եկեղեցի առաքելական ծուխ փստացողների մոտ որոնք այդ ծուխը փստացնում են համ քո վրա համ մեռելների վրա են գնում անեմ համ նկարների վրա են գնում անեմ Հիսուս Քրիստոսի անունով հալելույա այ իմս է վրեժխնդրությունը 30 խոսքան ասում է Տերը հալելույա Ամեն ես այդքան տրամադրություն չունեմ որ եկել եմ ստեղքում ներվեն է չունեմ հավես է չունեմ ասելու ամեն ոչ զոհ ունեմ անելու ոչ հավես ունեմ անելու ոչ հարաբանություն ունեմ բա դու ինչ ունես երբ տես ցանկության վրա եւ փառք տասում արժանի է Հիսուս կենդանի է Հիսուս կենդանի է ես չեմ ալատեմ մեռած ասում Աստված կենդանի է նա չունի քեզման նա չի դառնել եւ մնացել այնտեղ նա հարություն արել երրորդ օրը նա ստիպել է դեպին որպեսզի ծնկի իր առաջ եւ նա ստիպել է որ բանալիները իրաց են փոխանի եւ ազի հալելույա սլավա հալելույա Երբ որ Հիսուս եկավ գերեզման եւ գնաց դժոխք եւ նա դժոխքը քայլում էր եւ ամբողջ դիվական աշխարհը նվաճեց Հալելույա Ահա սենց արեց եւ դա ստացավ Գիտեք ինչ ստացավ Ինչ առավ Հիսուս Հալելույա Հիսուս Երբ որ ասես ամբողջ իշխանությունը ինձ տրվեց Դա աշխատավարձություն էր Հալելույա Դա հատուցման օր էր Քոմաշ ամեն մեկիդ համար վերջացավ տրադիցիոն քարոզների ծառայությունների որ դուք նստած ուզում եք գրել եւ ոնց որ չեք հասկանում ձեզ քարոզը պետք է ընդունել հոգու մեջ խոսքը պետք է որսալ ոչ խնդրությունը իմս է ասվածերը եւ դրա համար այսօր նա ստեղծել է քեզ համար եւ ով ասում փորձեք մի հատ ասեք փորձեք ասեք չեմ ասում մի փորձեք ասեք լասա այդ քանացակ մենք հայերս ես դեր խոսում փորձ կաց այդ ոդի տարաշտիր փորձ կաց ու դենց բանարա չէ դուք փորձ կացեք ես ասեցի որ փորձ մեկ է փորձ կացեք մի հատ փորձառությամբ արեք այդ քայլը եւ ասեք մի հատ այդ բանին ես գիտեմ ինչ ես դուզում ես գիտեմ ինչին ես հավատում բայց մի հատ ասա էլի մի հատ ասա այդ լերին ելիշ Ուրիադուս տեղափոխվիշ ծովի մեջտեղը հոտերը ծովի մեջտեղնա եւ խորդակվի այնտեղ հենց այսօր քո տեղափոխվելու օրնա ելին ասելուց եւ տեղափոխվիշ
400 տարի գերության մեջ եմ եղել։ Ես չկարդամ ընդերից, որտեղ դա խանգարում եմ եկնեցես։ Ձիրավավ, սատան այսօր շշացել եմ։ Գժվել ավնակի։ Ես սպասում էի, որ դու կգաս։ Դու չես ասում, դա սատանան ասում։ Ես սպասում էի, որ դու կգաս և քեզ խելոք տղա կպայես։ Խելոք աղջիկ կպայես քեզ այստեղ։ Ինչ կուլտուրական, ակուրատնի։ Մի քիչ տակտով։ Չի կարելի։ Մենք հայ ենք, մենք չէ որ ապրում ենք մեր հարևանների կարծիքներով։ Եվ խափանում ենք Աստծո խոսքը մեր տրադիցիաներով։ Մենք լինենք այն ինչ որ դուք կաք ներսում։ Դուք իսկականը ներսում եք ոչ թե ձեր բաճկին։ Մենք աշխատից բեսանք կոկետավորվեք։ Եղեք իսկական, ոնց որ դուք կաք։ Խարիզմատ ես եղի խարիզմատ։ Անիմատ, խարիզմատ։ Հասկանում եք։ Օրինակ, իմ դուրը գայսա շարանգության առաջնորդ խարիզմատ անձնավորություն է։ Դուք տեսել եք մի հատ տեղ, որ ինքը թուղթ կարդա։ Օրինակ, նա դեռ չէ դրված պրեզիդենտը, որը Սերժն ալելու։ Նայեք, որը անգամ Պուտինի հետ նստած հաց ուտելու ժամանակ կենացը գրած տեղից կարդաց։ Եղեք խարիզմատ, եղեք ոնց որ դուք կաք։ Դուք ունեք շնորհքներ, դուք ունեք տաղանդներ։ Եղեք այդ ձև։ Ես չեմ ասում, արեք մի բան, որ դա դուք չեք։ Արեք այն ինչ, որ դուք եք։ Ես շատ եմ սիրում հումոր, եթե մեկը գայթակում եք հումորից, կներեք, ես իմ ձեռնածառայության սա։ Օրինակ Ռոդնի Բրաունը, Հովարդ Բրաունը, երբ որ սկսում է քարոզել, ամենալուրջ թեման սա սկսում են ծիծաղել։ Ծիծաղիոցություն ա, սաղ ծիծաղում։ Դե դա ինքն է, դա խոսում է ծիծաղում, ես ունեմ հումոր։ Բայց մեր հայրերը, երբ որ 430 տարի գերության մեջ էին, ես ձեզ բարի լուր ունեմ։ Այսօր կամ դուք ստեղից մի բան եք առնում, դուք առնում եք Աստծո խոսք, մի հատ նախադասություն, մի հատ բառ, մի հատ ստորակետ, հնարավոր է մի հատ ընդամենը միջակետ ստանաք, դա Աստծոց է, որ պետք է ապրեք դա։ Հասկանում եք, որովհետև ես այդտեղ ամսի միջև 31-ն եմ մարգարեցի դեկտեմբերի և նույն գիշեր, որ այստեղ խոսացի, հռչակեցի, մարգարեցա և մեր Նարինեն Շամշադինի ասեց ես առա դա, ես վերցրեցի դա, ես ստանում եմ դա, հաջորդը ասա ես եմ, հաջորդը դուք եք այդ քաղաքապետարան մտնող, հաջորդը դուք եք բիզնեսի բնագավառ մտնող, հաջորդը դուք եք մշակույթի տուն մտնողը, հաջորդը դուք եք կա եք գործեն և դա ձեզ համար է։ Դա ում եկեղեցուն է պատկանում, որտեղ այսօր մշակույթը բան չունի տալու, դա միայն ունի Աստված։ Դուք գնացել եք արդեն, քանի հոգի պետք է գնաք, 10 հոգի ինձներ պետք է։ Մոտեցեք Մելանին, մեկ ալարի, ասեք գործի տեղի հիմա, ասեք որ ինչ գործ կա, ասեք սենց գործ կա։ Քաղաքապետանը 10 հոգի, ես չգիտեմ կոնկրետ կարա ինքը վկայի ձեզ, ասի, դուր է բացվում, որ իրանք պետք է անեն մի գործ, որը ես չգիտեմ դեռ կոնկրետ, բայց արդեն խոսակցություն գնում է, վաղն էլ պետք է գնան ընդունելու համար։ Իրեք որտեղից, այս եկեղեցուց։ Ասում եք, թե դուք ստեղից չեք։ Այդ որտեղից չգիտեինք, այ։ Եվ որ քարոզում եմ հավատացեք, որ այդ բանը կատարվում է։ Այդ դռները Աստված է բացում։ Հասկանում եք, իսրայելացիները, հրեաները, դուք չեք տենա հրեա աշխարհը, որ ինքը բանա, փողոցում ավլողը։ Ես չեմ ասում դա ամոթա, որ մարդիկ անում է, դա աշխատանք է, բայց չեք տենա, որովհետև մտածելակերպը ուրիշ ձև է։ Նրանք ուրիշ բան են սովորել, որ երբ որ ձուկ են ընտրում ամեն անգամ, իրանց երեխեքին գլուխն է, որ դու գլուխ ես, դու ես գլուխը, դու պետք է գլուխն ես, ուր գնում ես։
Եկեղեցին պետք է մտնի քաղաք։ Ոչ թե պետք է աշխարհը մտնի եկեղեցին, եկեղեցին պետք է գնա աշխարհ եւ քարոզին։ Ինչի Աստված քեզ տեղադրել այդտեղ, որպեսզի դու ազդես։ Ամեն։ Եթե դու չազդեցիր, կգնես։ Աստված չի կարող ոչ մի բան անել։ Աստված ուզում է հենց քո միջոցով ազդի։ Դրա համար այդ միջավայրը, որտեղ կդնի Աստված, քեզ կդնի, որպեսզի դու ազդես։ Ամեն։ Հալելույա։ Հնարավոր է դու դա չանես, բայց Աստված քեզ դա անի։ Ամեն։ Խորա, մենք չենք եկեղեցու գնանք աշխատենք ընդեղ, մենք ընդեղ ենք։ Դուք չգիտեք քանի տարի հետո դուք որտեղ կլինեք։ 430 տարի մեր հայրերը գերի են։ Դա Աբրահամի սերունդն էր, դա Աբրահամի ցեղն էր, դա Աբրահամի սեփական ժողովուրդն էր իր երանքից ելած։ Ես ուզում եմ մի քանի բան հասկացնեմ ձեզ, որպեսզի դուք ընկալեք սա եւ ընդունեք սա եւ իմանաք, որ Տերը կենդանի է։ Ամեն։ Եվ նա ասում է, վրեժխնդրությունը իմս է։ Եթե մենք կարողում ենք ասեմ, որ կան մեր պապերից եկած ամեցքներ, որ մենք շարանգել ենք, դրա այդ հարցերը պետք է լուծեն։ Ես ձեզ բարի լուր ունեմ։ Բարի լուր ունեմ ձեզ։ Մենք պատերազմում ենք մեր հայրերից եկած ամեցքների դեմ։ Մենք պատերազմում ենք մեր հայրերից եկած ժառանգության դեմ, մենք պայքարում ենք եւ կռվում եւ աղոթում ենք եւ քանդում ենք, կապում ենք, ջարդում ենք, ես չգիտեմ ինչեր ենք անում, նրանց գեղեցիկ անֆորը մեր արյան մեջ է։ Բայց ես բարի լուր ունեմ, ժողովուրդ։ Առաջին անգամ ձեզ եմ ներկայացնում այդ խոսքը։ 430 տարվա մեջ Իսրայելը խիստ ծանր գերության մեջ էր, անեծքների մեջ էր, պրոբլեմների մեջ էր, չգնում էր իր խնդիրների մեջ, Եգիպտոս երկրում։ Բայց Աստված նրա համար պլան ուներ, բայց Աստված նրա համար խոստումներ ուներ, որը մեր նաև մեր սերունդերին է։ Նույնը վերաբերում է ինձ եւ քեզ։ Լսում եք ժողովուրդ, ուշադիր եղեք, որովհետև սա շատ կարևոր է։ Եվ Տերը Մովսեսին բարձրացրեց եւ ուղարկեց փարավոնի մոտ եւ ասեց գնա եւ փարավոնի հետ խոսա։ Թող իմ ընտրանիքիս, թող իմ ավագ որդուս, եթե չթողնես իմ ավագ որդուն, ես կսպանեմ քո ավագ որդուն։ Վրեժխնդրությունը իմս է ասում Աստված։ Նա վրեժխնդիր է ամեն տեսակի խնդիրների, որը դու ունես, որի մեջ եմ ես կամ դու։ Բաց թող իմ տղում, թե չես կսպանեմ քո տղում։ Եվ հրեշտակը Եգիպտոս իջավ, սատկացնող հրեշտակը, եւ անցավ ամբողջ Եգիպտոսով։ Եվ գրված է, որ ամեն տան մեջ սպանեց, քանի տան մեջ, բոլորի տան մեջ, ումից վրեժխնդրություն արավ Աստված, բոլորից, բոլոր անդրանիկների սպանեց Տերը, վրեժխնդրությունը իմս է ասում Տերը։ Քանիցին սպանեց բոլորին, նայեք, գրված է հաջորդ խոսքը, գրված է, եւ Տերը ասեց Մովսեսին, որ ասա քո ժողովրդին, թող գնան եւ ամեն մեկը իր եգիպտացի հարևանից պարտքով վերցնի։ Ռուսերեն տենց է գրված, հայերեն չի գրված պարտքով։ Եվ բոլորից վերցրեցին ոսկեղեն, բոլորից վերցրեցին արծաթ, բոլորից վերցրեցին ամբողջը, ինչը պատկանում էր իսրայելացիներին։ Ես ես տանում եմ միտեղ։ 430 տարի գերության մեջ։ Մենք խոսում ենք մինչ այսօր ժառանգական անեցների, գենետիկ անեցների, արնակցական անեցների, պապերի ժառանգած անեցների, տատերի ժառանգած անեցների, մինչև մեզանի 4 ազգը
Բայց մենք չենք խոսացել սրա մասին, որովհետև դեռ չենք կարողացել վրեժխնդրության մասին, երբ որ Հիսուս կանգնեց սինագոգան եւ ասեց Տիրոջ ոգին իմ վրա է, Տեր ինձ օծել աղքատներին ավետարան կարոզելու, քույրերին տեսողություն տալու, բոլորի համար նա չկարդաց այն, ինչ որ Եսայի մարգարեն ասում է, Տիրոջ վրեժխնդրության օրն է հասել։ Ամեն, հալելույա։ Դա չէր կարողացվել։ Տիրոջ վրեժխնդրության օրը հասել է մեզ վրա, եւ նա պետք է վրեժխնդիր լինի։ Ամեն։ Փարավոնը եւ ամբողջ իր սորքը ընկավ Իսրայելացիների ետևից, երբ որ Կարմիր ծովը բացվեց։ Մովսեսին Տերն ասեց, այդ քո ձեռքի գավազանը երկարացրա հիմա ծովի վրա։ Ով որ ասի, ով որ ասի, կար մի օքի որ ասեց, ով որ ասի, դա կարասել ես դու, դա կարա լինի քո, հենց քո սեփական խոսքը, կարա լինի այն խոսքը, որին դու ասելով հավատում ես, դա կոչվում է հավատ, եւ դա կոչվում է հավատքի չափով մարգարեություն։ Այստեղ մեծ խեր պետք չի հասկանալու համար, այստեղ պետք է հասկանալ ուղղակի ինչ որ ասում է, ով որ կասի։ Իսրայելացիները երբ որ անցան Կարմիր ծովով, գրված է նույն փորձը արեցին եգիպտացիք։ Կարակ ասեք քանիսը պրծավ եգիպտացիներից, այդ ծովից։ Ժողովուրդ, դուք չգիտեք վաբշե, կարողանդի մարդկար պրկվեց խիտրեր մի քիչ բջություն դուրս եկա։ Բոլորին ծածկեց ջրերը։ Գիտեք, 430 տարի 430 տարի լինել Եգիպտոսի ստրկության մեջ, գերության մեջ, կնուտի տակ, ծանր աշխատանքի մեջ, դա մի քիչ կներես մի քիչ խելքին մոտիկ չի, ոնց կարան մենք հարբիչ ենք շինում, ծխոտ ենք հավաքում, կավ ենք բերում, շինում ենք հարբիչներ, ոնց կարան մենք դուրս գանք, Իսրայելացիք սա են ասում, դա հնարավոր չի, նույնը մենք ենք ասում, դա այսօր, դա հնարավոր չի, դա հնարավոր է, դա հնարավոր է, ամենալավ աշխատանքը հնարավոր է քեզ համար, ամենալավ աշխատանքը հնարավոր է հենց եկեղեցու համար, հենց Աստծո ժողովրդի համար, դա հնարավոր է հենց քեզ համար, դու դրանցից մեկն ես, ամենացածր աշխատավարձ 150,000-անոց, դա հնարավոր է հենց քեզ համար, հավատա 100,000-անոց, հավատա 150,000-անոց, հավատա $1000-անոց, հավատա որ դա հնարավոր է, դա հնարավոր չի Մովսես, ինչ ես գլուխ մեզ եկե արդյունքում թող կործանենք, թող մեր տեղը մնան, մի ձերտամ ես, մի գպչի մեզ ստեղ վատ չեն կերակրեմ, Թայիթի, ինչ կանանի երկիր, ստեղել են լավ մեզ կերակրեմ, միս, ձուկ, սրող, սխտոր, ամեն բաները կա, հայ ինչ անեն որ կերի ենք, ոչ, 430 տարի, ինչ որ դու չես ժառանգե, ես վստահ հայտարարում եմ բոլորին, որ ձեր հայրերը ունեն իրանց հաշվի մեջ, 430 տարվա, բոլոր հասույթները, հասնովա և պատկառվա ինձ և քեզ, 430 տարի, իմ պապերի ամեջքները, ամեն տեսակի հիվանդությունները, պրոբլեմները, որ կար, ես ընդունում եմ իրանց ժառանգությունը, որ իրանք չեն ստացել, դա ես պիտի ստանամ, դա դու պիտի ստանաս, դու պետք է ստանաս դա, իշքանը ասում քեզ, որքան ակքոնը, իշքան ակքոնը, որքան պատկանում քեզ, որքան հարստությունը պատկանում քեզ, քեզ միայն չի ասում քոնը, քեզ ասում է կամպեսացիա, քո պապից, քո մյուս պապիկից, քո տատից և մյուս տատիկից, քո պապի հորից և քո պապի պապից, դուք չստեսեք,
Ժառանգությունը։ Խեն մենք հեշտությամբ ընդունում, որ մեր պապերի անեցները դեռ մեզ վրա են, բայց մենք չենք ընդունում, որ մեր պապերի ժառանգությունը նորից կարա մեզ վրա լինի։ Ոյ, ժողովուրդ, այսօր դուք կան շոքում եք պատրանել պետք է բացել։ Անցի մյուս ապ, կդեմ կլի փոթորիկ, կդեմ դժողքից ամեն ուժ կբարձանա, որ կանգնացնի քեզ։ Հնարավոր է սա նեղացնեմ քեզ, որովհետև սա քո սկզբունքներին հակառակ է, ինձ համար միևնույն է, ինչ սկզբունքի է քո հակառակ, բայց ես ասում եմ, որովհետև սա Աստծո խոսքն է։ Վրեժխնդրությունը իմս է ասում Աստված։ Ինչա վրեժխնդրությունը։ Վրեժխնդրությունը դա ատելություն չի։ Վրեժխնդրությունը դա ընդհանրապես քեմ պահել չի, ոխ լուծել չի, դու իմ աչքը, ես քո աչքը։ Վրեժխնդրությունը դա արդարությունը վերականգնել է։ Ամեն, հալելույա։ Պետք է վերականգնվի արդարությունը։ Այն արդարությունը, որ քո կյանքը քո դեմ է եղել, ամեն ինչ պետք է վերականգնվի։ Արդարադատություն։ Իսկ վրեժ լուծելը, վրեժարու լինելը, ոխ պահելը դա ատելություն է։ Վրեժխնդրությունը դա ատելություն չի։ Վրեժխնդրությունը դա արդարության վերականգնումն է իմ կյանքի մեջ։ Հովսեփը բանտում է։ Ես չեմ կարդում այսօր ոչ մի տեղ, բացի Եբրայեցի 10:30։ Կա շատ տեղեր կան դեպքերից։ Հովսեփը բանտում է։ Ես կարճ կխարոզեմ։ Հովսեփը բանտում է։ Ես չեմ ուզում Հովսեփի հետ բանտում ելնել։ Բայց երբ որ կարդում ես հենց այդ տեղը, որտեղ գրված է, Հովսեփը բանտում էր։ Եվ պլյուս Տերը նրա հետ էր։ Ամեն։ Հովսեփը բանտում էր եւ Տերը նրա հետ էր։ Դու ինչի մեջ ես, հա? Հենց մի բանի մեջ ես մտածում ես Տերը քեզ վապշե լված էր մեկ։ Տերը նրա հետ էր։ Ամեն։ Տերը նրա հետ էր։ Իմ դուր գայս հետ։ Որտեղ Տերը իր հետ էր։ Եվ որ Տերը քո հետ չի, մի քիչ դուրս չես գա։ Կատակ եմ անում։ Եվ Հովսեփը բանտում էր, գրված է։ Դուք կգտնեք այդտեղ։ Եվ հետո գրված է։ Եվ երկու թագավորի մատրվակը եւ գինի տվողը եւ հաց տվողը խլեբադար ի վինաչերպ։ Երբ որ այս երկուսը բանտ բերվեցին, չգիտեմ ինչքան մնացին այնտեղ, ես չգիտեմ ինչքան ապրեցին այնտեղ, միգուցե մի տարի, միգուցե մի 6 ամիս, միգուցե մի ամիս, միգուցե մի շաբաթ։ Եվ Հովսեփը մի առավոտ տեսավ, որ այս տղեկը տխուր է։ Ես անցած կիրակի ասեցի սա, ասի մի քիչ։ Տեսավ տխուր է։ Ինչ բատա, չէ՞։ Ես վստահ եմ, որ Հովսեփը արդեն հասցրել էր ահագին ճանաչի այս տղերքին։ Բայց տեսավ, որ տխուր է։ Գիտեք, եթե ես քեզ չեմ ճանաչում, ես չգիտեմ, դու տխուր ես, թե տխուր չես։ Կամ ինչ-որ բան կռահեմ, բայց սխալ է, որտեղ դա քո դեմքի արտահայտությունն է։ Դե մարդիկ կան ինպես, որ միշտ տխուր են եղել։ Ինքերն գիտած։ Մարդիկ կան վեճի տխուր են, բայց ուրախ են եղել։ Մարդիկ կան միշտ ուրախ են, բայց տխուր են։ Լավ, ինչ տեսավ, որ տխուր են, եւ մոտեցավ եւ հարցրեց. Ինչու եք դուք տխուր։ Ինչու եք դուք տխուր։ Խի, մի տեղելուն ես, հա դու էլ ուրախանալու։ Դու էլ մեզ հետ բանտում ես։ Բանտում ես, դու էլ ես մեզ հետ, ոնց կար դու ուրախան ես բան։ Ուզում եք ձեզ մի գաղտնիք ասեմ։ Գիտեք Հովսեփը տխուր չէր։ Հովսեփը ուրախ էր։ Դաբես իմաստ չունի տխուր լինելը։ Ես շատ եմ տխուր, շատ տեղեր, շատ բաներից, բայց
պետք է ալել ուրախ։ Եթե դուք տխուր եք, ես խորհուրդ եմ տալիս ձեզ ուրախ լինեք։ Եթե ուրախ եք, ավելի ուրախ եղեք։ Դեպետ ոչ մի բան չի եղել։ Լավ կամ վատ, կամ ընդհակառակը Հովսեփի պես բան դմեք, ուրախ եղեք։ Հալելույա, նիսյա, ուրախ եղեք, հույսով ուրախ եղեք։ Այսինքն հույս ունեցեք, որ ինչ անեմ, երբ որ տխուր եմ, ուրախ եղեք։ Սա մեր գաղտնիք կա ժողովուրդ։ Եք տխուր, տղերք։ Ուրախանալու բան չկա։ Ուրախանալ ոչ մի առիթ չունենք։ Գիտեք ինչ անշանակամ ուրախություն։ Գիտեք ինչ անշանակամ ուրախություն։ Մենք հենց գիտենք ուրախությունը բանն է, լայն ժպիտն է։ Էյս Վենտուրայի պես։ Ուրախությունը դա չի։ Ուրախությունը սրտի մեջ է։ Ուրախությունը պտուղ է։ Նա իրար չետ էր, և Տերը նրա հետ էր բանդեմ։ Եվ Հովսեփը ուրախ էր։ Հովսեփը ուրախ էր։ Զում եք եկեք մի քիչ հետ գնանք սրա մեջ։ Ալելույա Հիսուս։ Ձեզ հետ լավ չեն վերաբերվում։ Ձեզ հետ լավ չեն վերաբերվում, ձեզ տխրացրել են, ձեզ տրտմացրել են։ Ձեզ տխրացրել են, ձեզ տրտմացրել են, դուք ուրախ չեք։ Մանավանդ երբ որ Հովսեփին մեղադրեցին սեռական բռնության մեջ։ Ես դա սարսափելի բան է, որ քեզ մեղադրում են մի բանի մեջ, որ դա թեթ չի։ Դա խոսում անարդարության մասին։ Անարդարության մասին է խոսում։ Երբ որ կլինի անարդար իրավիճակի մեջ, ասեք, Աստված վրեժխնդիր է։ Ամեն։ Համարձակ հայտարարեք, որ Աստված վրեժխնդիր է։ Աստված վրեժխնդիր է։ Ամեն։ Իսկ Հովսեփը վարկաբեկված էր և բանտում էր։ Փառք Աստծո, որ Եփաբրեսը ինքը բանտապետն էր և գլխավոր դատավորը երկրի։ Եկեք բացենք Սաղմոս 76-ը։ Ուրախ եք, որ դուք ստեղ եք։ Ամեն։ Ուրախ եք, որ դուք այսօր ինչ-որ բանի պատճառով չեք դուրս եկել։ 75-ը։ Եթե դուք տխրեք, ձեր ուրախությունը կկորցնեք։ Կարդանք, բարձրանալը ոչ, հյուսիսից, а ոչ հարավից։ Ибо не от востока и не от запада, и не от пустыни возвышение. Но Бог есть судья, одного унижает, а другого возносит. Բայց Աստված է դատավորը։ Դուք չհասկացաք։ Հետ գնամ։ Եփաբրեսը միակ դատավորն էր։ Միակ հեղինակավոր և ուժեղ դատավորն էր։ Ասեք փառք Աստծո։ Փառք Աստծո։ Ասամոն գունարչիստ։ Ասու սլավա։ Փառք Աստծո, որ այս դատավորը միակ դատավորը չէր։ Բայց Աստված էր դատավոր։ Լսում եք, Աստված էր դատավոր։ Հովսեփի սխալ են վարվել, Աստված է դատավոր։ Քո սխալ են վարվել, Աստված է դատավոր։ Քո տան մեջ խնդիրներ կա, Աստված է դատավոր։ Դու պրոբլեմներ ունես,
Աստված է դատավոր։ Դու ենթարկվում ես անընդհատ բամբասանքի, Աստված է դատավոր։ Ինչ լավ է, որ Աստված է դատավոր։ Փառք Աստծուն, որ Աստված է դատավոր։ Փառք ես Հիսուս, որ դու ես դատավոր։ Փառք ես Տեր, որ դու ես դատավոր։ Դու ունես խնդիր